Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Մեզ համար ամեն երեքշաբթի ավետարանական պատմություններն է մեկնում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Աստված օգնական Սրբազան։ Աստված բավան։ Քրիստոս ավետարանում հաճախ է խոսում սուտ մարգարեների մասին, ովքեր պիտի իր անունից հանդես գան։ Բոլոր ժամանակներում եւ հատկապես մեր օրերում կրոնական տարբեր կազմակերպություններ աշխարհի վաղճանի մասին խոսելիս նույնիսկ կոնկրետ օր եւ ժամ են մատնանշում։ Այսօր Սրբազանի հետ անդրադառնալու ենք այս հարցերին։ Իսկ մինչ այդ ընթերցենք ավետարանական հատվածները։ Հիսուս տաճարից դուրս ելած գնում էր, եւ աշակերտները մոտեցան նրան ցույց տալու տաճարի շինությունները։ Եվ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնում եք այդ ամենը, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնա քար քարի վրա, որ չքանդվի»։ Եվ մինչդեռ նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտները առանձին մոտեցան նրան ու ասացին. «Ասա մեզ, այդ երբ կլինի, եւ կամ քո գալստյան ու այս աշխարհի վաղճանի նշանը ինչ կլինի»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր։ Զգույշ եղեք, չխռովեք, որովհետև պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վաղճանը չէ։ Ազգ ազգի դեմ պիտի ելնի եւ թագավորություն թագավորության դեմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։ Սակայն այս ամենը սկիզբն է երկանց։ Այն ժամանակ ձեզ նեղությամբ պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ, եւ իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինեք։ Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն եւ միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն։ Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի, բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի։ Եվ արքայության այս ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում, ի վկայություն բոլոր հեթանոսների, եւ ապա պիտի գա վաղճանը։ Սրբազան, որ տաճարի մասին է խոսում Քրիստոս եւ ինչու է տաճարի մասին խոսում։ Այստեղ տաճարը խորհրդանշական իմաստ ունի։ Ուրեմն տաճարը Քրիստոսի ապրած ժամանակը հրյաներու մեծակույն պաշտամունքի վայրն էր։ Եթե կարճ պատմականը կատարենք այս տաճարին, երբ որ Աստված Մովսես մարգարեի միջոցով հրյաներ Եգիպտոսից դուրս հանեց, 40 օր անապատում երբ որ կշրջեին, հրյաները ունեին պաշտամունքի խորան, որ վրանի ցևով էր։ Այդ վրանի մեջ սրբություն սրբոց կոչված դեղը կար, որ ուխտի դաբանակը ոսկի է շինված կգենար եւ այդ վրանին մեջն է որ զոհեր կմատուցան էին։ Ուրեմն այս վրանի շուրջ մեծ տոներուն կհավաքվեին 100,000-ավոր հրյաներ։ Իրենց պաշտամունքի գետրոնն էր այս, որովհետև ուխտի դաբանակը հոներ։ Ուրեմն երբ որ թագավորության վերածվեցավ Իսրայելը Դավիթ մարգարեի օրով եւ առաջին թագավորությունը հիմնվեցավ, ուրեմն Դավիթը ուզեց, որ այդ վրանը այլևս քարաշեն տաճարի վերածել։ Ինքը ամբողջ պատրաստությունը կատարեց, բայց ինքը չգերդեց այդ տաճարը։ Իր որդին Սողոմոն թագավորը եւ Սողոմոն իմաստունը գերդեց։ Մեծ շուկ ուներ այս տաճարը եւ մի տեսակ նաեւ թե Իսրայելի քաղաքական եւ կրոնական միությունը կապահովեր։ Հրյաները շատ պաշտամունքի տեղեր ունեին սինագոգներ, բայց մեկ տաճար ունեին եւ իրենց շատ բծախնդրորեն ուշադրություն կդարձնեին, որ մեկ տաճար լա, անիկամի տեսակ իրենց հավատքի միությունը ցույց կտար։ Ուրեմն Աստուծո ներկայությունը ամենեն ըսկացվելիք տեղ էր այս տաճարը։ Մեր թվականից 1000 տարի առաջ գրեթե մոտավորապես հիմնվեցավ։ 500 տարի անց բաբելոնացիները գրավեցին եւ քարուքանտրին թե Երուսաղեմը եւ թե այս տաճարը։ Եվ հրյա ժողովուրդը գնաց քերիություն 70 տարի Բաբելոն, հետո ետ դարձան Պարսիկ թագավոր Քորեշի ժամանակը եւ
այն թվականեն սկսյալ թե Երուսաղեմի շնեցին եւ թե երկրորդ տաճարը վերականգնեցին։ Ուրեմն երբ որ Հիսուս եկավ, քարոզեց այս երկրորդ տաճարն էր, որ կանգ ուներ եւ Հերովդեսի ժամանակ արդեն ընդլայնացած էր եւ Հիսուսի ժամանակ դակավին նորոգությունները եւ ընդլայնացումը կշարունակվեր։ Ուրեմն Հերովդեսը շատ շքեղ տաճարը սարքեց, երեսի եղածին մեծ ոսկիով եւ արծաթով զարդարված էր, եւ որ արևի շողերը զարգած ադենը աթամանտի պես կշոշողար տաճարը եւ հրճակ ուներ ամբողջ աշխարհի վրա։ Մեծակույն տաճարներն մեկն էր եւ ամենայն շքեղներն մեկն էր։ Ամբողջ հрьяաները աշխարհի վրա ապրած այդ տաճարին պետք է իրենց դուրքը դային, նվազագույն իրենց կյանքի մեկ անգամ պետք է կային ուխտի եւ իրենց կյանքի զոհը մատուցանեին։ Հետևաբար մեծ ուխտավայրներ նաեւ մի տեսակ մովսիսական գրոնի սիրտը կփափախեր եւ միայն այդ տաճարին մեջն էր որ զոհեր գրնային մատուցաներ։ Իսկ այստեղ տաճարը հենց կոնկրետ այդ տաճարը նկատի ունի թե նաեւ խորհրդանշ։ Այդ տաճարն է, ուրեմն այդ տաճարը Երուսաղեմի քաղաքին մեջն է եւ Երուսաղեմը շրջապատված է փլուրներով։ Ուրեմն երբ որ աշակերտներու հետ ցտենյաց լերը որ այդ տաճարը կտեսներ, հավանաբար արևը կզարներ եւ այն ամբողջ քեությամբ եւ քեղեցկությամբ կփայլեր տաճարը, աշակերտների հիացածին ինչ քեեցիկ է, չէ, այս քարերը եւ Հիսուս այն ադենը որ արտահայտեց քարի վրա պիտի չմնա այս տաճարեն, պիտի գործանվի ասիկա եւ աշակերտներուսին որ երբ պիտի պատահի այս եւ իրենց համար ասիկա աշխարհի վաղճանին հավասար եղերություն ուներ։ Այսինքն իրենց համար աշխարհի գործանումն էր, եթե տաճարը գործանվի, աշխարհի գործանումն էր։ Ուրեմն դեր Հիսուս սկսավ պատասխանելու իրենց հարցումին, թե ինչպես պիտի ըլլա այս տաճարին գործանումը եւ նաեւ կարելի է որ ուրիշ առիթներով նաեւ Հիսուս խոսի աշխարհի փուն վաղճանի մասին եւ այս երկուքը արաքյաններու միտքին մեջ ընթելուզվեցին եւ կարծես թե մեկ իրավության պես եղավ, բայց դեր Հիսուսը դված շատ նշանները ոչ թե աշխարհի վերջավորության համար է, այլ այդ տաճարի վերջավորության մասին է։ Միևնույն ադեն գխոսի աշխարհի վերջավորությունը հետևաբար շատ հեշտ չէ այս ըսվածները հասկանալ։ Ներս մեջ անցած են երկուքն։ Աշակերտները խոսում են վաղճանի մասին, նրանք նկատի ունեն աշխարհի վաղճանը։ Աշխարհի վաղճանը եւ նաեւ այդ մեծ թեփքը, որ իրենց տաճարը պիտի գործանվի, ինչ պիտի լա, այսինքն վերջը պիտի կա։ Ուրեմն այս միտքը ունեին նրանք։ Սրբազան, իսկ ինչպես հասկանալ այդ վաղճանի գաղափարը քրիստոնյայի համար դա ինչ նշանակություն ունի, եթե ընդհանուր խոսենք։ Այստեղ տեսանք, որ շահկապված է տաճարի կործանումը եւ աշխարհի վաղճանը։ Ուրեմն վաղճանի գաղափարը ամբողջ Սուրբ Գիրքին մեջ միշտ նոր սկիզբի մասին է։ Այսինքն երբեք ինքնանպատակ վաղճանը չկա, Աստված հավիտենական է։ Եթե ստեղծերը բանը այդ ստեղծած բանի համար ինքը ծրագիր ունի եւ սկիզբ ունեցող վերջալ կունենա, բայց այդ վերջը Աստված կառնե ուրիշ սկիզբը կվերածե։ Այսինքն ծորենը գցանես սկիզբն է, հետո անգմեցնա, հետո կհնցվի եւ վերջ կուտա այդ փույսի կյանքը, բայց հոնդեն թուն արած սերմը գրգին գցանես այդ վաղճանը կդառնա սկիզբ։ Մենք կծնենք, հետո կմեռնենք, մեր վաղճանը կլա, բայց այդ մեռած օրը նոր կյանքի սկիզբն է նաև։ Հետևաբար Աստված այս աշխարհի ընթացքի համար նաև պատմության մեջ նաև սկիզբներ եւ վաղճաններ ունի։ Այսինքն Աբրահամով սկիզբ կտրվի, այդ սկիզբը գավարդի Եգիպտոս քերության մեջ։ Հետո այդ քերությունը գավարդվի Մովսեսով նոր սկիզբը կտրվի։ Ու Մովսեսով այդ սկիզբը կշարունակվի, մինչև տաճար կշինվի, հետո այդ տաճարը փուլ գուքա ուրիշ սկիզբը կսկսի։ Ուրեմն Աստուծո համար ժամանակներ կան։
ինքը ոչ միայն արարչագործության Աստվածն է, այլ նաև պատմության Աստվածն է։ Հետևաբար մարդկային շարժումները, մարդոց կյանքը, մարդկության հարաճընթացը նաև Աստծո կողմէ կդնորինվի եւ ինքը այդ առումով սկիզբներ եւ վերջեր ունի։ Ուրեմն հոստը երբ որ վախճանի մասին Տեր Հիսուս կխոսի, նույնիսկ աշխարհի վախճանի մասին, այս աշխարհի վրա ուրիշ սկիզբի մասին է։ Ինչպես որ հայմերի մեջ մենք հաճախ կսենք եկեսցե արքայություն քո։ Ուրեմն մենք գաղութենք Աստծո արքայության քալուստի մասին 2000 տարի է։ Ուրեմն երբ որ Աստծո արքայությունը կա, այս աշխարհի թրույթը քաղաքական, տնտեսական, փարոյական, գրոնական այս թրույթը վերջ պիտի կա։ Այսինքն աշխարհի մեր հասկացած աշխարհի վերջը պիտի կա նոր տեսակի մարդկություն, նոր տեսակի ընկերություն, նոր տեսակի քաղաքագրթություն պիտի սկսի Աստծո արքայության ներքո Քրիստոսի երկրորդ քալուստով։ Ուրեմն այս է որ Տեր Հիսուս կխոսի վախճանի մասին։ Իսկ մեկ էլ գա ժողովրդի միտքին մեջ աշխարհի գործանման մասին։ Իսկ անիգա բոլորովին դարբեր բան է։ Անոր մասին ալ կխոսվի Սուրբ Գիրքին այլ տեղերը, բայց Տեր Հիսուսի խոսած վախճան հոս աշխարհի գործանման մասին չէ, այլ քաղաքագրթության գործանման մասին է։ Այսինքն մեղավոր Աստծո ապստամբած եւ այդ ապստամբության մեջ մեղքը շատցնող հբարտ մարդկության վախճանն է անիկա, որ Տերը պիտի վերադառնա, պիտի գործանվի եւ նոր սկիզբ պիտի սկսի։ Ուրեմն վախճանը հոս այս է։ Սրբազան վախճանի մասին Քրիստոսի բերած նշանները՝ պատերազմ, սով, համաճարակ, նեղություն, մոլորություն, բոլոր ժամանակներում էլ գոյություն ունեն։ Կա ինչ-որ մի նշան, որ կարող է խոսել հենց այդ վախճանի մասին, կարող է մատնանշել այն։ Հիսուս նշաններու բազմութենեն կխոսի։ Այսինքն այդ բոլոր նշանները իմի պիտի հավաքվին եւ նաեւ Սուրբ Գիրքի այլ մարգարեներու ըսած նշանները իմի հավաքվին, այնադեմ մենք պիտի խոսենք, թե որքան մոտեցած ենք։ Երկրորդը Տեր Հիսուս նշաններ կուտա ժամանակի մոտեցման մասին, բայց ոչ թե այդ ժամանակի մասին։ Խոսա շատ նուրբ կետ մկա, այսինքն մենք կրնանք իմանալ, որ ժամանակը մոտեցած է, բայց որքան մոտեցած է մենք չենք կրնար գիտնալ անիկա։ Պարզապես կրնանք ասել, որ մոտեցած է ժամանակը եւ այդ ժամանակը միշտ կմոտենա։ Քանի որ այդպիսի օր մկա, ամեն անցնող օր, ամեն անցնող թար, մենք կմոտենանք այդ վերջնագետին, բայց այդ վերջնագետի մասին մենք թվակամու չունենք։ Որքան մոտեցած ենք չենք գիտեր։ Ուրեմն Տեր Հիսուսը եւ Սուրբ Գիրքը մեզի գարդոն է, որ մենք հասկանանք, որ կմոտենանք անոր։ Հետևաբար հոստը, որ Տեր Հիսուս 6 նշաններ կուտա, այսինքն սուտ մարգարեներ պիտի ելեն, կամ սուտ Քրիստոսներ, պատերազմներ եւ պատերազմի շշուկներ պիտի լան, սով պիտի լա, երաշտ պիտի լա, հետո համաճարակներ պիտի ելեն, երկրաշարժներ պիտի լան։ Ուրեմն այս բոլորեն զատ Տեր Հիսուս օրինակս է, որ ավետարանի այս խոսքը բոլոր ազգերում պիտի քարոզվի։ Նայեցեք 6 բան գսե Հիսուս, բայց այդ 6 բանը ընդհանրապես ամեն ժամանակ կբադահի։ Չկա ժամանակ աշխարհի վրա, որ երկրաշարժներ չլան, պատերազմներ չլան, բայց Տեր Հիսուս ինչ գսե վախճանին այս բոլորը պիտի խդանան եւ նաեւ առավելապես պիտի բադահի ավետարանի զորավոր քարոզչությունը, բոլոր ազգերը պիտի լսեն։ Ուրեմն մենք իրապես 20-րդ դարեն սկսյալ ավետարանի զորավոր քարոզելու միջոցներ ունենք, որովհետև այլևս հաղորդամիջոցները շատ զորացան, հեռուստացույց, ինտերնետ եւ այլ արփանյակներեն, ինչպես ասենք, տարածված այս լուրերը, ուրեմն ավետարանը իրապես աշխարհի ամեն անկյուն բոլոր ազգերում քարոզել կարելի է հիմա։ Ուրեմն նայեցեք այս
խոսքը Տեր Հիսուսին ասկե առաջ չեր պատահած։ Այսինքն մինչև 19-րդ դարու վերջավորության շատ տեղեր կային, որ ավետարանը չեր լսված, ով է Քրիստոս չեր լսված, բայց հետը մեր ժամանակին մենք հասած ենք այս մարգարեության իրականացումը։ Աշխարհի վերջավորության վերաբերյալ մարգարեություններն մեկն ալ Իսրայելի վերահիմնումն էր։ Այսինքն շատ հստակ մարգարեություններ կան, որ հրյաներ աշխարհի 4 կողմեն պիտի հավաքվին գրգին իրենց երկրին մեջ, պետություն պիտի հիմնեն, Երուսաղեմը պիտի հիմնեն եւ մի տեսակ ասիգա Աստուծո նշանը պիտի ըլլա վախճանի մասին։ Ուրեմն այս իրականացավ 1948-ին։ Անգարերի փամը 2000 իր հայրենիքյան դուրս մնացած ժողովուրդ բոլոր տանջանքներուն եւ հալածանքներուն ենթարկված գրցան պահպանել իրենց ինքնությունը եւ հետո ետ դարձան իրենց երկիրը իրենց մերած լեզուն վերագանքնեցին եւ հիմա հոնդես զորավոր պետություն ունեն։ Սրբազան, այսինքն կարելի է ենթադրել, որ արդեն այդ ընթացքի մեջ ենք եւ այս ամենը նախազգուշացում է, հա՞։ Այո, ուրեմն այս պետք է մենք հասկանանք, որ Աստված կորձի մեջ է։ Ուրեմն մենք չենք կրնար վախճանի մասին խոսել է թատրել, որովհետև մեր հավատամքի մեկ մասն է, այդպես չէ։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս համբարնալով մի տեսակ իր կորձը գիսատ թողեց, որովհետև շարունակվա այդ կորձը, բայց լրացնելու համար այդ կորձը պիտի վերադառնա։ Հետևաբար այդ վերադարձը մեր հավատքի անգործելի մեկ մասն է։ Չենք կրնար ժխտել, չենք կրնար ուրանալ, մեկը որ չընդուներ Քրիստոսի վերադարձը եւ Աստծո արքայության հիմնավորումը այս աշխարհի վրա, չկրնար քրիստոնյա ըլլալ։ Բայց եթե այդպիսի իրականությունը գա, ուրեմն մենք չենք կրնար թեթևակի անցնել։ Անիկա մեր հավատքի մեկ մասն է։ Ես կգարձեմ, որ պետք է հավասարակշռյալ ըլլա մեր մոտեցումը, ոչ աղանթավոր ախորժակով թաղվինք ասոր մեջ, մեր աչք ուրիշ բան չտեսնե, շարունակ թիվերով, նշաններով հաշվենք եւ շարունակ սխալ ելլանիկ, թե մենք մեզ խափենք եւ թե ուրիշ ժողովուրդները, որովհետեւ այս բաները դժբախտաբար, ինչպես ասենք, միամիտ հավատացյալներու շուտ մեծ ուզումներ կստեղծե։ Եվ աղանթավոր միտքը միշտ Սուրբ Գիրքը կգարտա հայտնության գիրքեն, որ ամենեն դժվար գիրքն է, միշտ սիմվոլներով լեցուն է, հոնդերեն կսկսին գարտալու եւ իրենց հավատքը հոնդերեն կսկսին հիմնելու։ Բայց եկեղեցին Մատթեոսի ավետարանը դրած է, ավետարանը սկիզբը, եւ Հիսուսի առաջին խոսքերը լերան քարոզն է։ Մեր հավատքը անոնց վրա պիտի տնենք։ Եվ պիտի մտածենք աշխարհի վերջավորության մասին, ինչպես որ կմտածենք մենք մեր անձնական վերջավորության մասին։ Ան որ իր մահը չմտածեր անձնական մահը, լավ քրիստոնյա չգրնար լավ։ Եվ ան որ աշխարհի վերջի մասին քաղափար չունի, անա լավ քրիստոնյա չգրնար լավ։ Բայց գիտենք որ պիտի մեռնենք, բայց մեր ամեն վարգյանը պիտի մեռնենք ըսելով չենք տարաբիր։ Անիկա իքիդություն ունենք մենք, անիկա մեզի կյանքի փիլիսոփայությունը կտա։ Սրբազան, աշխարհի կործանումը չի նշանակում արդյոք մութ ուժերի հաղթանակ, չէ՞ որ կործանվում է արարչագործությունը, սերը, գեղեցիկը, որ ստեղծեց Աստված։ Ոչ, ճիշտ հակառակը Աստծո զորությունը ցույց կտա։ Երկու իմաստով, մեկը այդ է, որ Աստված շատ հարուստ է։ Կրնա կործանել, կրնա զերոյից վերստին սկսել։ Ինչպես չրհեղով պատահեցավ։ Եվ երկրորդն ալ մի տեսակ անիկա աստարարությունն է, որ Աստուծո համար էակներեն ավելի կարևոր բան մկա։ Իր սկզբունքները, իր խոսքը, անիկա դիեզերական է։ Իսկ մենք արարածներս անցողական ենք։ Ինձ առաջ աշխարհ գար, ինձ հետո ալբիտուլա։ Հետևաբար Սահակ Սրբազանը եղեր է, չի եղեր, փամը չփոխվիր։ Բայց արդարությունը, բարին, սերը, ճշմարտությունը, եղբայրությունը, բարեկամությունը, խաղաղությունը, ասոնք դիեզերական օրենքներ են։ Ասոնք շատ թանկագին են Աստծո համար։ Երբ որ այս բաները
մարդիկ սկսին ոտնագող հնելու, Աստուծո համար խնդիր չէ փնաչնչելու այդ բոլորը եւ վերստին սկսելու։ Ասիկա ճիշտ հագարակը Աստծո մեծ ուժը ցույց կտա, ճիշտ հագարակը մեծ զորությունը ցույց կտա։ Երկրորդը գործանումը մենք երբեք քաոսային մեջ չհասկանանք։ Այսինքն գործանումը ստեղծագործ Աստծո համար իր ստեղծագործության մեկ մասն է։ Ինչպես որ եթե դուք հինցած խարխուլդում ունեք եւ անոր քովը անոր տեղը նոր շենք կառուցել ուզեք, հինը պիտի փլեք, չէ՞, հիմնադակ պիտի դնեք եւ անոր տեղը նորը պիտի շինեք։ Բայց ասիկա ծրագրավորված փլուզումն է։ Այս աշխարհը շատ աղդոտվեցավ։ Նայեցեք ամեն օր աղմուկ, աղաղակ, հայխոյանք, Աստուծո նույնիսկ, չարի ներքործությունը, փնության դարերը աղդոտված են։ Հետևաբար պետք է մակրակորձվին այդ։ Անկամ ճրով մակրակորձվեցավ, այս անգամ ավետարանը գսե որ գրագով պիտի մակրակորձվի։ Եվ այդ մակրակորձումը հարգավտ է մասնագի պիտի լա։ Ամբողջ աշխարհը գործանելու, կյանքը գործանելու չէ, այլ ճամփային շեղած մարդկությունը մակրակորձելու։ Ուրեմն այս առումով ես կգործեմ, որ ժամանակները Աստծո համար անհուն են եւ Աստված իր կորձը պիտի կատարե եւ ինքը իր լուրջ կորձով գսե որ ինքը պիտի ունե եւ այս բաները մեզի նախորոք լուր կտան։ Ընդհանրապես մարդիկ Աստծո խոսքը Աստծո սպառնալիքները թեթևի գարն է։ Մեր նախահայրերեն սկսյալ այսպես է։ Աստված գսե մի ուդեր գմերնես, անագերտալ կփորձ Աստված արդյոք պիտի մեռնի թե ոչ։ Ուրեմն Աստված իր խոսքով մեզ գսե որ ծեր կյանքի մեջ պիտի ունենաք վախճանի խաղապարը։ Ծեր անհատական կյանքի համար մահը այս մարդկության համար ալ Քրիստոսի երկրորդ քալուստը վախճաններ են ասում եւ պատմությունը պիտի ընթանա թեպի այդ կողմ եւ մինչեւ որ հասնի այդ ժամանակի մոտեցումը Աստված արդար եւ սիրո Աստված վերջին նշանները ցույց պիտի տա մեզ ասելու համար թե հավաքվեցեք ահա զանքը ահա տեսեք նախորոք ցեզ ասած այս բաներից իրականացավ սերխերքը հավաքեցեք եւ վերստին ինձ հետ հաշտվեցեք եւ բարի մարդիկ դարձեք ուրեմն երբ որ մենք կպատասխանենք մեր այս Մատթեոսի հատվածը շատ հետաքրքիր խոսք ունի այդ աղետները այդ հարվածները պիտի թեթևանան այդ դժվարության ժամանակը պիտի կարճանա եթե աղոթենք մենք եթե լավ պատասխանենք ինչպես Հովնան Մարգարեյադեն Աստված որոշած էր գործանել Նինվե քաղաքը Հովնան Մարգարե քնած քարոզեց եւ ապաշխարեցին ամբողջ քաղաքը թակավորեն սկսյալ եւ Աստված յետ արավ այդ իր որոշում քաղաքը գործանման որովհետեւ պայմանավոր է հետեւաբար շիդագը որ Տեր Հիսուս Քրիստոս պիտի կա այն առաջ մեծ հարվածներ աղետներ դեղի պիտի ունենան բայց խնդիրը այդ է որ մարդիկ պիտի հասկանան այդ թե ոչ եւ ես կգործեմ որ մենք արդեն հավատքի աչքերով եթե կապրինք բոլոր քրիստոնյաներու բոլոր ժամանակներում տեսած են որ Տեր Հիսուսը շատ մոտ է այսինքն Սուրբ Հոգին մեր մեջը գսե որ մոտ է մեր Աստծո հանդիպելու ժամանակը շատ մոտ է եւ պետք չէ մենք սպասենք իրապես աշխարհի վերջավորությանը այս բանի համար անիկա մեզ համար շատ կանուխ պիտի լա մեր մահով արդեն ամեն ինչ վերջ պիտի կա աշխարհի վերջը այնադեմ պիտի պատահի մեզ համար այնպես որ մենք Աստծո այս կորձը լուրջ պիտի առնենք եւ Աստծո թիմավորելու զգացումով միշտ պետք է մենք ապրենք Սրբազան ավետարանում այսպիսի խոսքեր կան Արդ երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը, որի մասին ասված է Դանիել Մարգարեի միջոցով, որ հաստատված է Սուրբ Վայրում, այն ժամանակ ովքեր Հրեաստանում կլինեն, թող փախչեն լեռները։ Ինչ սրբապղծության մասին է խոսքը։ Քանի որ ամենայն Սուրբ Վայրն էր տաճարը,
հրյաներու համար ամեն հրյա չեր գրնար մտնել զորնակիները մինչև որոշ տեղ մգնային մտնել հեթանոսները պետք է թուրս մնային անոնց համար հատկացված տեղ մկար եւ միայն քանեաբեդը դետարին մեկ անգամ սրբություն սրբոց ըսված տեղը գրնար մտնել ուրեմն հոնդե ինչ գրնա ըլալ որ այդ սրբությունը բղծվի ուրեմն ինչը այդ բղծությունը ամբատշաճ պաշտամու կատարել հոն Զոր օրինակ գուրկ թնել հոն Զոր օրինակ մաքուր չեղող բիղից անասուն մատուցան է զորնակ խոս ուրեմն այս փոլորը գդարվեցավ հրյա պատմության մեջ այսինքն Դանիել այս տողերը քրեց աքսորի մեջ եւ դաջար արդեն գործանված էր հետո հրյաները 70 տարի երեքացին այդ տաճարի շինեցին 200 տարի անցավ անոր վրայեն մեծն Ալեքսանդրեն հետո մահեն հետո որ քրաված էր այդ հողերը Սելևկյաններուն ինկավ այդ մասը Հրեաստանի եւ Սիրիայի այդ նահանգները ուրեմն մեր թվականից 163 թվականին Սելևկյան թագավոր Անտիոքոս Եփիփան ուրեմն այս թագավորը գկասկածեր որ հրյաները կկործակցին Եգիպտոսի հետ հետևաբար մեծ ջնշումներ ըրավ իրենց եւ ուզեց իրենց կրոնքը խախտել տաճար մտավ եւ հոնդե խոզ մորթել դվավ հույն քուրմերը փերեց հունական ձես կատարել դվավ ուրեմն ասիգա արդեն հրյաներու համար Դանիել Մարգարեի իրականացումներ եւ իրենք ապստամբեցան մեր վարդանանց պատերազմի պես իրենք ալ բայկարներ մղեցին Սուրբ Գիրքի Մակաբայեցված Գիրքին մեջ գկրվին այդ բոլոր բայկարները ուրեմն երբ որ Տեր Հիսուս գխոսի այս երկրորդ տաճարի մասին ուրեմն նույն նշանը գսե որ պիտի գրտնվի այս տաճարը գործանվելը առաջ նման բան պիտի պատահի ուրեմն ինչ պատահեցավ երբ որ հրյաները Քրիստոսը հետո 66 թվականին ապստամբեցին հռոմեացիներուն ինչու որովհետև հրյա կառավարիչները սկսան բղձելու տաճարը Կալիգուլան զորօրինակ Գայսրը իր ցիը արցանըթնել ուզեցոն ուրեմն այս բոլորը իրականության մեջ ինչ էր բղծություններ գրքին եւ հրյաները գրքին ապստամբեցան բայց այս անգամ մեծապես դուժեցին մեծ հռոմեական բանակը Տիտուսի կողմէ կառավարված 70000 բաշարեց հրյաները չանցնվեցան գործանեցին քաղաքը եւ տաճարը գողոպտեցին եւ այդ տաճարը մինչեւ այսօր չի շնված քարքարի չմնացած միայն հիմերը մնացած են այդ տաճարի վերջին բարիսպներու հիմերն են անալ տաճարի քարերը չեն եւ հրյաներու համար լացիբատն է անիկա արեմուդյան մասն է տաճարին եւ գերտան իրենց գլուխները զարնելով կապաշխարեն թե ինչ մեղ կործեցին եւ Աստված արտոնեց որ այդ սուրբ տաճարը գործանվի ինչ մեղ կործածին որովհետեւ տաճարին դեր եկած էր իրենց եւ իրենց մերժեցին այդ տաճարին դերը խաչեցին այդ տաճարին դերը եւ իրենք մերժեցին տաճարին դերը իսեր տաճար որովհետեւ իրենք կգարձեին որ Քրիստոս պիտի քանթա այս տաճարը կգարձեին որ Քրիստոս եկավ մովսեսական օրենքները պիտի չնչեն եւ չընդունեցին Տեր Հիսուսին ուրեմն Տեր Հիսուս մի տեսակ իրենց ասավ որ ոչ մեկ բան ինքնադպատակ չէ այս տաճարը Աստծո նպատակները ակորձելու համար էր իրակորձեց հիմա քարքարի վրա պիտի չմնա Սրբազան մեկ այլ հատված մեջ բերեմ Եթե այդ օրերը չկարճեցվեին, ոչ մի մարմին չէր ազատվի, բայց ընտրյալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցվեն։ Ինչ ընտրյալների մասին է խոսքը։ Ովքեր են անում, չեն գիտեր մենք։ Բայց ինչպես որ Նոյի ճրհեղը եկավ, Նոյի եւ իր ընտանիքը ընտրյալներ էին, չէ՞։ Եվ անուն շնորհիվ ճրհեղը կարճ տևեց, 40 օր տևեց։ Եվ անգերո 6 ամսվա մեջ այդ ճուրերը քաշվեցան։ Բայց նորմալ լալով այդպես ճրհեղը կարելի է տասնյակ 100 տարիներ ալ տևել բայց Նոյի եւ ընտանիքի եւ
որպես նոր մարդկության համար այդ օրերը գարժվեցավ իրավես։ Ուրեմն նույնը պիտի բադահի գսե դեր Հիսուսը այդ ընտրյալներու մասին, որոնք մարդկության ցեղը պիտի շարունակեն այդ մեծ աղետներն, հարվածներն վահճանեն հետո այս աշխարհի վրա։ Ինչպես որ Լերան քարոզի մեջ գսե Երանի բարիներուն, անոնք պիտի ժառանգեն աշխարհը։ Ուրեմն մի տեսակ մարգարեությունները պիտի իրականանան, որ այս աշխարհը պիտի վերածվի եթեմական դրախտին։ Եվ անիգա որոշ շրջանը պիտի տևե, սակայն Սուրբ մեզի գսե որ խորհրդանշաբար 1000-ամյա շրջան եւ բայց անգե հետոյալ մի տեսակ վերջ կնախատեսվի ըստ հայտնության քիրքին։ Այս ընդրյալները անոնք են, որ հավանաբար նշան պիտի տրվի այդ վատ օրերուն, այդ դժվար օրերուն եւ անոնք պիտի չմեռնին, անոնք պիտի մի տեսակ ողջ պիտի մնան եւ անոնց մե պիտի սերը նոր մարդկությունը։ Սրբազան, իսկ սուտ Քրիստոսները եւ սուտ մարգարեները ովքեր են եւ ինչպես պետք է մոլորեցնեն։ Մեր թվականից 1000 թվականը եւ օրգուքար, ուրեմն ամեն մարդ գսե որ աշխարհի վերջը եկավ։ Եվ մեծ աղանդներ ելան այն այդեն։ Հիմա 2000 թվականը որ եկավ 1999 վերջերը ամեն մարդ սա որ Նոստրադամուսը ծեր աշխարհի վերջը պիտի կա եւ պատրաստվեցան աշխարհի վերջը պիտի կա։ Եվ աղանդները արդեն այս մեր բոլոր այս նշաններն անշելով սկսան պիտի ըլլա 200 միլիոնոց փանակ պիտի ելլե Չինաստանեն կամ Ռուսաստանեն պիտի ելլեն Իսրայելի վրա պիտի հարձակին այս բոլոր լուրերով մարդոց միտքը բուդորեցին եւ կբուդորեն ալտակավին եւ մարդիկ եւ որ այդ բաները չիրականանար մեծ հուսահատության կմատնվին հետո եւ կսկսին կասկածելու Սուրբ Գիրքեն Սուրբ Գիրքին պետք չէ մենք պահանջենք այն բաները որ չսեր այն բաները որ չկրեր այն բաները որ քրերը բայց գնքված է խորհրդի գնիկով եւ չկրնար բանալ ոչ մեկ մարդ ոչ մեկ հրեշտակ ոչ ալ սատանա կրնակ երևակայել եթե մեր խելացիները այս թվերը գրնան հաշվել լուծել սատանան չգրնար ունել անիկը գրնանել եթե իրենք իրապես այդպես սցենարիոներ կգրեն իրենց միտքին մեջ այդ բոլորը սատանան գիտե իր նախակայլերը գարնա բայց մարգարեությունները այդպիսի բաներ են որ չգրնար հասկանալ նույնիսկ սատանան անոնք գիրականանան անգե հետո մենք կհասկանանք Քրիստոսը ապրած ժամանակ քանի մարդ հասկացավ Քրիստոսի մասին գրված մարգարեությունները Բեթլեհեմի մեջ պիտի ծնվի ինչպես պիտի խաչվի քանի մարդ հասկացավ չհասկացան իր արաքյալները անգամ ամենը իրականանալը հետո հասկացան եւ ըսին որ հա գրվածքները այսպես գրել են եղեր այնմեսալ այս թեփքեր բադահելեն հետո մենք յետ պիտի կարդանք այս բոլոր մարգարեությունները այնադեմ պիտի հասկանանք որ հա այսպես ասած էր իրապես Հիսուս ոչ թե մեր հասկացածին պես ասած էր հետևաբար պետք չէ մենք չափազանցենք այս տվյալները Սուրբ Գիրքի այս տվյալները մեզ գիշեցնեն որ պատրաստ պիտի լաստուն թուն պատրաստ պիտի լաստ երբ պիտի լա անիգա ասված գիտե պետք չէ թուն ամեն ինչովս մխրջվի այդ բաներու մեջ այնադեն խապվելու բադեհությունը դրան արժևե որովհետև այդպես մարդիկ պիտի կան քու ախորժակը պիտի չարակորձեն եւ թուն պիտի արնվիս եւ պիտի դարվիս ուրիշներու յետևեն հիմա մենք ունենք աշխարհի վրա շատ փրկիչներ նույնիսկ մենք լուրերեն կտեսնենք որ հազարավորներ կդան իրենց յետևեն հազարներ անձնասպան կլան իրենց հրամանին համաձայն Ամերիկայի մեջ ելած են այսպիսի շատ ինքնապույս Քրիստոսներ եւ թարերու ընթացքի միշտ ելած է այս բաները որովհետեւ մարդիկ շատ անհամբեր են այս բաներու նկատմամբ եթե չելներ Աստված չուղարկեր իրենք կսկսեն ստեղծել այս բաները իսկ իրական մարգարեներ հնարավոր են իրական մարգարեություններ ուրեմն մարգարե եւ մարգարեություն դարբեր բան է ըստ Սուրբ Գիրքի մարգարեությունը Սուրբ Հոգու շնորհքներն մեկն է Առաջին եկեղեցին մեջ մենք կտեսնենք որ մարգարեներ կային որոնք օրինակ երաշտի մասին լուր կտային սովի մասին լուր կտային
Զորնակ Պողոս Արաքյալին որ Երուսաղեմի երթար, որովհետև հոնդե գաբանքներ կսպասեն քեզ։ Ուրեմն մարգարեությունը նախակուշագելու զորությունը Սուրբ Հոգին գրնա դալ մարդուն։ Միշտ գրնա դալ անիկա։ Բայց մարգարեները մեր հասկացած սևով, քիրքերով, քրություն փերով մարգարեները լրացավ Քրիստոսով։ Քրիստոս օրենքի եւ մարգարեներու լրացումն է։ Այդ առումով։ Հետևաբար մենք հարգավ թե Աստուծո քալիք պատկամներ գրնանք ստանալ տակավին։ Բայց պետք է շատ ուշադրել եւ առանց փաստվելու պետք է հանձնվենք մենք այդպիսի խոսքերում։ Սրբազան աշխարհի վաղճան եւ Քրիստոսի գալուստ կարելի է նույնացնել։ Հոստել այո։ Այսինքն որովհետեւ հոստե աշխարհ բառը ավետարանի հասկացությամբ մեղավոր քաղաքագրությունն է, որ Աստուծո կամքին համաձայն չապրիր։ Աշխարհ բառով ընդհանրապես մարդկային քաղաքագրությունը կհասկանան։ Հետևաբար, երբ որ աշխարհի վերջը գսե Հիսուս, այս աշխարհի վերջն է, ոչ թե մոլորակի վերջավորությունն է։ Ըստ ավետարանի մոլորակի վերջավորությունն ավելի է, բայց ոչ թե Դեր Հիսուսի խոսած այս աշխարհի վերջն է անիկա, այլ Պետրոս Արաքյալը իր նամակներուն մեջ կխոսի, որ այս անգամ մեծ գրագով պիտի հալին ամեն ինչ, բոլոր տարերքը պիտի հալին, եւ ինչպես հայտնության քիրքին մեջ ինքը նաև գսե որ նոր երկինք եւ նոր երգիր կսպասենք մենք։ Այսինքն մարդկային ցեղի մի տեսակ ճակատագիրը հրեշտակ դառնալ է, որովհետեւ Հիսուս գսե հարության արժանացածները հրեշտակներով էս կլան։ Ուրեմն մարդկային ցեղը ի վերջո Աստծո նմանությամբ եւ պատկերով ստեղծված է եւ անոր գադարյալ վիճակին պիտի հասնի, որ այս երկրակունքի վրա պիտի չլայդ, բայց այդ հերու ժամանակը մինչև որ գդարվի այս աշխարհի վրա Սուրբ Գիրքը գսե որ Աստծո արքայությունը պիտի կա եւ ըստ այդ արքայության մարդիկ պիտի ապրեն եւ քաղաքագրությունը մարդկային նոր դարձումը պիտի ունենա ճշմարիտ ոսկի թարը պիտի սկսի մարդոց որ ինչպես մարգարեություններ կան մարդիկ պատերազմը պիտի մորնան իրենց սուրերը հոփի պիտի վերածվին հողակորձի կորձիկներում պիտի վերածվին եւ այլևս ասկերը պատերազմիր պիտի չսորվին ամեն մարդ խաղաղության մեջ պիտի լա ուրեմն այս մարգարեություններու իրականացման համար այս աշխարհը պետք է վերջ գտնե Շնորհակալություն սրբազան մեկնությունների համար Հարգելի հեռուստադիտող վաղճանի մասին ավետարանական հատվածների մեկնությունը կշարունակենք մեր հաջորդ հաղորդման ընթացքում հետևեք մեզ ամեն երեքշաբթի ցտեսություն